ATV-ի եթերում է երազանքի բեմ նախագիծը։ Կրկնակի պատիվ է անձամբ հեղինակի ներկայությամբ այս կատարումը վայելել մայստրո Արա Գևորգյան։ Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով եւ բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական եւ միջազգային շուկաներում։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է երազանքի բեմ նախագծի կողքին։ Մեր ժյուրիի կազմում է Ethno Colors խմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Արթուր Արությունյանը։ Մարտում ձայնը տարիներ շարունակ հնչել է մեր սրտերում հայկական բեմի պայծառ ու սիրված անուն, ով գիտի ինչպես էմոցիա փոխանցել յուրաքանչյուր նոտայով։ Մարգարիտ Խաչատրյան։ Սուր խոսք, սոցիալական ուղերձ եւ անկեղծ էներգիա։ Նա այն ձայնն է, ով ներկայացնում է ժամանակակից երիտասարդների կոչը։ Ռեպեր Լյոկա։ Մշակութային մեծագործ, կոմպոզիտոր, երաժշտական ոգեշնչման աղբյուր։ Նրա ստեղծագործությունները վաղուց անցել են ժանրերի ու սերունդների սահմանները։ Մայստրո Արա Գևորգյան։ Պարոն Արությունյան, առաջին անգամ եք մեզ մոտ որպես ժյուրի, կուզենայի իմանալ ձեր ակնկալիքները, սպասելիքները առհասարակ երազանքի բեմ նախագծից։ Սպասում ենք անկրկնալների եւ հետաքրքիր էմոցիաների։ Շնորհակալություն անչափ։ Լյոկա։ Համ հուզված եմ, համ տպավորված, համ ուրախ, բայց հուսամ վերջում մենակ կմնա ուրախը։ Շնորհակալ եմ շատ։ Շատ շնորհակալ ենք ներկայության համար։ Մարգարիտ Խաչատրյան։ Ոգևորված եմ, որ պիտի տեսնեմ մեր տաղանդավոր երեխաներին եւ հիացած գնամ տուն։ Արա Գևորգյան։ Ես էլ եմ շնորհակալ, որ գտնվում եմ այստեղ հրաշալի միջավայրում, պրոֆեսիոնալ կազմակերպիչների ներկայությամբ տեսնում եմ ամեն ինչը բծախնդրորեն կատարվում է։ Ակնկալիքներս միայն լավն են, որովհետեւ մինչեւ այժմ տեսել եմ միայն լավը։ Ժյուրի կազմը պատրաստ է, հանդիսատեսը նույնպես, վստահ եմ հեռուստադիտողն էլ։ Այնպես որ սկսում ենք երազանքի բեմը ATV-ի եթերում։ Մեր առաջին մասնակիցը Մարի Հարությունյանն է, գյուղ այն թափից։ Նա վստահ է, որ պետք է սիրել չափից ավել։ Ես Մարի Հարությունյանն եմ, մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, քանի որ ուզում եմ ձայնս լսելի դարձնել ամբողջ աշխարհին և դառնալ համաշխարհային երգչուհի։ Եթե կարող ես դու սիրտը բաց, հիմա տալիս եմ կարևոր մի հոտ, լավ է սիրել մի քիչ չափից ավելի շատ, կեսան։ Եթե չափի մեջ է միշտ, ամեն ինչ գեղեցի, եթե չափի մեջ է ճիշտ, ինձ սիրել բտացի, եթե տեղի չգաս, չզղջաս, այսօր, մեկ էլ կսկաս դու օրերից մի օր, հարկավոր է չափից շատ սիրել, ու եթե պետք է, հարկավոր է չափից շատ ներել, եթե կարող ես դու քո սիրտը բաց, հիմա տալիս եմ կարևոր մի հաց, եթե սիրել ապա չափից ավելի շատ, կեսա, եթե կարող ես դու քո սիրտը բաց, հիմա տալիս եմ կարևոր մի հաց, եթե սիրել ապա չափից ավելի շատ, կեսա, եթե դու ուր ինե, լավ է լավ աղտասվեն,
եկող Արձունքներ զսվեր Ուրախության պահի Ոշտելու ժպտա Այն փոխարենը բացրած խնդա No, no Հավատացու կացով ինչ կացի Ինձ ամապ մեկ է Թողովի դուզում է մտացի Սիրտը բաց Հիմա տալիս եմ կարևոր մի հոտ Լավ է սիրել մի քիչ ապից ապերի շատ Բեկիսա Եթե կարող ես դիպը սիրտը բաց Հիմա տալիս եմ կարևոր մի հոտ Եթե սիրել լապակ ապից ապերի շատ Բեկիսա Եթե սիրել ապակ ապից ապերի Հարկավոր է չապից շատ սիրել Հարկավոր է չապից շատներ Եթե կարող ես դիպը սիրտը բաց Հիմա տալիս եմ կարևոր մի հոտ Եթե սիրել ապա չապից ապերի շատ Մարի Հարությունյան, գյուղ այն թապայո պետք է սիրել չափից ավելի շատ, մենք էլ սիրում ենք չափից ավելի մեր ժյուրին եւ լսում նրանց կարծիքը։ Պարոն Գևորգյան, Առաջի ելույթը միշտ լինում է դժվար մասնակիցների համար, որովհետև հուզմունքը կա, այնուամենայնիվ ես ուզում եմ ասել, ես մանկական տրամադրություն է, ուրախ տրամադրությունը, որ մեզ փոխանցում եք, միայն կասեմ ապրես, շնորհակալություն։ Միշտ մնաս այդպես ուրախ, ժպիտով, գեղեցիկ ու աշխույժ։ շնորհակալություն, Արտուր։ Ես կասեմ, որ շատ բարդ երգ է ընտրված, սրբուկի երգն է դա, ապրես Մարի ջան, քո տարբերակով կազարեցրի սա։ Մարգարիտ Խաչատրյան, Էնպիսի մի հրավառությունով սկսեցիր առաջի ելույթը, որ կարծում եմ, որ բոլորս ծափահարում ենք եւ ասում կեցես։ Լյոկա, Տենց բարձր տրամադրությունով, տենց բոլորիս բարակեցիր, ապրես դրա համար, բրավո։ Շնորհակալություն։ ATV եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը մեր հաջորդ մասնակիցը ծնվել է Հադրութի շրջանում։ Արման Հայրյան, դիմավորեք։ Ես Արման Հայրյանն եմ։ Մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որովհետև այս բեմը հիմա իմ երազանքն է։ Իմ Արցախի ձայնն է։ Տեղահանված, բայց չլռած։ Բարիքները միշտ անում, ով է ծնվում, որ միշտ լիանա, ով է կյանքում այս հույս տեսնում, երջանիկ է նա հարկա, շատ բախտավոր է նա, երբ նրան է փառքը, հույսը, սերը, ով իմ Քեզ համար բարի չկար, քեզ այս աշխարհն է միշտ հալածել, ջարդն է դարձել սովորական, կյանքն է մութ, ախ կյանքն է սեր, քեզ միշտ անջել ու ձել, իմ աշխարհ զորկանքների, իմ աշխարհ և խաչերի, հավատացի կգան լավորել,
Եվ հավատքով աշխարհ եկան, դու գիտես, որ լույսն է մոտ, և չի լինի գիշեր, հա իմ աշխարհ և արյունոտ, սրբավայր և օրբանոտ, դու անձայ և դու երկեց սրտերը, և թավծոլ աչքերը ով է աշխարհի բարիքները միշտ անում, ով է ծնվում, որ միշտ միանա, բախտավորին եմ այդ հայտնում, մեզ համար է լույս կգա, մոտ է գալիս է նա, հայ աշխարհը գիտե և համբավ է, հույսը ներնից բարի։ Արման Հայրյան և հայ իմ աշխարհ։ Մարգարիտ Խաչատրյան։ Հաճախ ասում ենք տարիքային ցենզ է պետք, որպեսզի երեխաները չէ, այսպես հուզական երգեր չերգեն, կարծես թե ժամանակը չի։ Բայց չէ, պետք է։ Եվ նորից ուզում եմ ասել, կեցես, որովհետև մենք կանք լինելու ենք ու պիտի լինենք։ Կեցես, բրավո։ Յոկա։ Ֆանտաստիկա ձենդ, անկեղծ եմ ասում, շատ լավն էր, հուզվեցի ու հատուկ ուզում եմ նաև ծափահարեմ Մայր Հայաստանին։ Մեր սիրելի Մերիին շնորհակալություն Մայր Հայաստանի կերպարը պատվով ներկայացնելը։ Այդ վերջում ոնց որ սենց այդ վերջնական բանն էր, էլի տենց փշակաղվեցի, ես հիացած եմ, ապրես շատ։ Շնորհակալություն։ Պարոն Հարությունյան։ Արման ջան, սա այն երկրից է, որ ամեն մարդ չի կատարում այս երգը, շատ լավ կատարեցիր, ապրես։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Ինքը երգեց յուրովի։ Այնտեղ նյուանսներ կար երգի մեջ, որ դա իր նյուանսներն էր, կոնկրետ։ Եվ երգը դրանից չտուժվեց։ Ես դրա համար ուրախ եմ։ Ծափահարում եմ, ասում եմ բրավո, ապես։ Մեր հաջորդ մասնակիցը ներկայացնում է Լոռու մարզը։ Այսօր նա խոսելու է վերջաբանի մասին։ Այո, ավարտվեց մի պատմություն։ Վիկա Ավետիքյան։ Ես Վիկա Ավետիքյանն եմ։ Մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որովհետև երազում եմ դառնալ երգչուհի և գրավել մեծ բեմեր։ Ավարտվեց մի պատմություն ու դարձավ հիշողություն, հուշերի ընթացքում սեր դու, չգիտեմ ինչու հանգած, սերը իմ հանդեպ տածած, համարում ես ավարտված, ինձ ասավ, որ սուտ է այս ամենը, խաղեր ընդամենը, ուրիշ ոչինչ, հավատամ, որ սերը իմ անմար է, այն լոք քեզ համար է, վերադարձիր, հերու, 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 հերացար, և արևս մորացար, քեզ համար ես ով եմ, մեր սիրո մեր սով եմ, մի ապի ես մյուսին եմ դու անցար, հերու, 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 հերացար, և արևս մորացար, քեզ համար ես ով եմ, մեր սիրո մեր սով եմ, մի ապի ես մյուսին եմ դու անցար, ներջ որոշումդ կայացավ, թողեցիր ու հեռացար, չկարծես թե մոռացա քեզ, սեր, երազում քեզ սուր կգամ, զանգեմ ամեն անգամ, որ գոնե ձայնով քեզ գամ, ինձ ասավ, որ սուտ է այս ամենը, խաղեր ընդամենը, ուրիշ ոչինչ, հավատամ, որ սերը իմ անմար է, այն լոք քեզ համար է, վերադարձիր,
Վիկա Ավետիքյան, Մարս Լորի։ Լսենք ժյուրի կարծիքը, Վիկա ջան։ Պարը թող լինի բեմը արտակյուրա, բայց Այդ արտիստը չպարի։ Արտիստը կարող է ավելի թեթև մասնակցություն ունենա, քան այն շարժումները, որ պիտի անի, ինքը տարվում է շարժումով եւ երգի նոտաները սկսում են արդեն ճիշտ չհնչել։ Այնուամենայնիվ, ապրես Վիկա ջան, լավ երգում ես, լավ պարում ես։ Ելքի մասին միշտ ասել եմ, իմ գոլեգաները շատ ավելի դիպուկ կխոսեն, բայց հավատա, որ սիրելիս ամեն ինչ հրաշալի էր, պարզապես մենք ուզում ենք, որ այս ամեն ինչը այնքան համահունչ եւ համադրվի քո էության հետ, որ այնքան հոսի ծորա պարը, որ մենք չնկատենք, որ ինչ ունի բան այն չի, բայց ընդհանուր առմամբ հիանալի էր կեցես։ Սկզբից շատ լարված էիր ու ոնց որ համել այդ ընթացքում ուզում էիր հիշեիր, որ ճիշտ շարժումներ անել։ Դա քեզ ավելի շատ խանգարում է։ Իրականում շատ լավ ձայն ունես ու շատ լավ կարողանում ես դա անես։ Եթե դա քեզ խանգարում է, հիանալի բան եմ ասում, ուղղակի մի արա։ Արա այն, ինչ քեզ կոմֆորտ է, երգի, իսկ դա դու կարում ես անես, ապրես։ Մեր հաջորդ մասնակիցը ներկայացնում է Երևանը, մայրաքաղաքը, Մարգարիտա Արզումանյան։ Ես Մարգարիտա Արզումանյանն եմ։ Մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որովհետև ուզում եմ ելույթ ունենալ մեծ բեմում եւ աշխատել պրոֆեսիոնալ մարդկանց հետ։
Մարգարիտա Արզումանյան եւ իր մայրիկը։ Ես էլ ուզում եմ իմ մայրիկին ողջունել, եթե կարելի է։ Մամ, ես քեզ շատ սիրուն եմ։ Հիմա լսենք ժյուրի կարծիքը քո կատարման մասին, Մարգարիտա։ Շատ նուրբ կատարեցի եւ հոգուս խազերի կպար։ Այս թեման իմ համար շատ ծանր է, բացի նրանից այդ թեման է, որ իմ համար ծանր, նաև այդ արդյունքներ ինձի հոգեհարազատ եւ ինձ տենց ահավոր հիշողությունների գիլ կտարավ։ Ձայնի պահով այս տարիքում sense ձայն ունենալը անկեղծ եմ ասում, երևի կհամաձայնեք, որովհետեւ շատ սիրուն ձայն ունեք, իսկ բեմադրության եւ բեմուն մայրիկի հայտնվելը այդ չգիտեմ, այդ իմ երազանքն է։ Դու այսօր քո երազանքը այցի, իսկ ես Հերսի շատ, ապրես շատ ու շարունակիր նույն ոգով։ Սա այն պահն է, որ երգը եւ բեմադրությունը լրացնում է մեկը-մեկի, վերապրեցինք այդ երգի մեջ մտանք։ Չհաշված մի երկու նոտա սկզբում, որ ինքը հուզված էր, եթե ինքն էլ էր հուզված, մենք էլ էինք հուզված։ Մնացածը եւ ձայնը, եւ կատարման բարձր որակը իրա, այն վիբրացիան, սիրուն, իրա ձայնի տեմբրը ինչ լավն է։ Ապրես հրաշք։ Միասին տեղափոխվում ենք Վայոց ձորի մարզ, գյուղ Խաչիկ։ Մեր հաջորդ մասնակիցը Անդրև է բերելու բեմ, բայց տակ։ Մարգարիտա Օհանյան։ Ես Մարգարիտա Օհանյանն եմ։ Ես մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, քանի որ ցանկանում եմ մարդիկ լսեն իմ ձայնը։ Հուսով եմ, որ իմ խարիզմայով կգրավեմ բոլորի սրտերը։ Մարգարիտա Օհանյան, գյուղ Խաչիկ։
Լսենք ժյուրիի կարծիքը։ Տակ անձրևը տեղ հասավ, Մարգարիտա ջան։ Դե հրաշք ես էլի, այդ ինչ ռոկային ռիթմեր էր։ Այո։ Կեցես։ Ստիպված եմ լինում անընդհատ կրկնվեմ։ Ինչ անեմ, այդպիսի լավ ու տաղանդավոր երեխաներ են, մեկը մեկից ուժեղ է, մեկը մեկից այսպես զգացմունքային հրավառություն է անում։ Ու ես տեղիցս անդադ ուզում եմ վերկանամ պարեմ, մեկ էլ ասեմ, չէ, հետո կարող են մեկը նեղան, բայց ասում եմ, չէ, հնարավոր չի, մեկը մեկից են լավը։ Կեցես, սիրում եմ, այ այդպես։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Ինձ զարմացրեց շատ բարդ մոդուլացիան, որ ինքը այդ նոտան մաքուր վերցրեց մոդուլացիայում։ Ապրես, դա քո գնահատականն է, որ դու շատ լավ ես ամեն ինչը լսում։ Մնում է քեզ համար հարմար ճիշտ երգեր ընտրես ու այդ երգերով շարունակես, որովհետև սա ժանրը, որը քեզ սազում է։ Եվ դու դրա մեջ շատ լավ ես։ Կոմֆորտ զոնա է քեզ համար։ Դրա համար ապրես։ Շարունակ։ Շնորհակալություն, Արտուր։ Մի քանի անգամ եղել եմ Խաչիկիում համերգով, ժողովուրդը շատ երաժշտական են։ Այս բեմից այդ էներգիան տեսա։ Լյոկա։ Այն ինչ դու անում ես հիմա այս տարիքում շատ լավ է։ Շարունակիր, ես վստահ եմ մենք իրար հետ գործ ենք անելու մի քանի տարուց հետո։ ATV-ի եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը մեր վերջին մասնակիցը Էլինա Վարդանյանն է Մայրաքաղաքից, ով կպատմի քայլ առ քայլ ճանապարհը անցնելու իր պատմությունը։ Ես Էլինա Վարդանյանն եմ, մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, քանի որ իմ սրտի երազանքն է անել մի քայլ դեպի բեմ, որտեղ ես կարող եմ իմ երգով, լույսով հպվել մարդկանց սրտերին և տարածել ուրախություն։ Փոխում եմ հիմա ես աշխարհը իմ, ընտրում եմ այսօր ճանապարհ իմ, սիրո ետևից գնալու համար ես ու սիրտս դարձանք ապրելու չափ համար, վարկյանս քեզ մոտ ժամերին նման, սահման ես ունեմ դու չունես պայման, քիչ թող քեզ ուշի, որն է ճիշտ սխալ որոշի, Հայո ճանապարհ քայլ առ քայլ դեպի երազանք անցնում են մեր երեխաները Էլինա Վարդանյան եւ լսենք հարգարժան ժյուրի կարծիքը Լյոկա։ Հրաշալի էր ամեն ինչ, անկեղծ եմ ասում, ապրեք այս ծափահարությունները քեզ։ Ներեկելիցը։
Շնորհակալություն Արթուր։ Տպավորություն ունեցել ու ձեր հատուկ քո երկն ասա։ Ապրես։ Նորակերիցը։ Շնորհակալություն պարոն Գևորգյան։ Բարդ երկեր ընտրված, շատ։ Մինչև վերջ քարացած լսում էի ու կասկածում էի, որ կհաղթահարի, բայց ինքը լրիվ հաղթահարեց։ Բրավո, ապրես։ Հրաշք, գեղեցկուի։ Շնորհակալություն։ Մարգարիտա Խաչատրյան։ Ես այսպես արդեն քարացել էի, միակ դեպքերից է, որ քարացել էի ու մեկը պետք է որ կներես Արտուր ջան, ասել Զարդնի երկը վերջացել է։ Շատ տպավորված եմ, կեցես։ Շնորհակալություն։ ATV եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը։ Ինչպես գիտեք, մենք անդրադառնում ենք այն երեխաներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ անցնում են ավելի խոչընդոտ ու բարդ ճանապարհ, բայց անցնում են պատվով ու մեզ ցույց տալիս իրենց իրական ուժը։ Այսօրվա մեր հերոսուհին Գյուղմղջանից Ջեման է։ Դիտենք տեսանյութը։ Մեծանիվ եմ քշում, որ քալեմ, որտեղ ուզում եմ շուտ քալեմ, ես սարքերը մի քիչ օգնում են ինձ։ Ջեման ունի մանկական ուղեղային կաթված, ինքը առողջ ծնվել է, ընթացքում որ 7 ամսական է եղել, նոր նկատել ենք, որ ինքը խնդիր ունի։ Ինքնապես 4 չեր անում, շատ բարդ փուլերով անցել ենք էլ այդ ընթացքում։ Դες սկսեցինք ամեն ինչ անել, որ այդ վիճակից դուրս բերենք երեխան։ Ֆիզիոթերապիաներ, մասաժներ, լողի, ինչ որ ցուցված է, դրանցով մենք անցել ենք։ Իրան միայն ֆիզիոթերապիա, ասենք, այս բային չկա տենց դեղ, որ առնես, խմես, կարգավորվի։ Վիրահատության պահով ասում են, այս տարիքում որ անենք ամեն տարի պետք անենք օրգանիզմը քրքրում են մինչև չափը հասա դառնում։ Հասել ենք այն արդյունքի, որ ինքը քայլակով է հիմա քայլում։ Դպրոց հաճախում է, գնում է Արևշատի երաժշտական դպրոց վոկալի։ Առաջինը ձայնավարություն ենք անում, նոր երգում ենք, որ ձայնը լավ բացվի։ Միջոցառումներ են կազմակերպում, ինքը հիմնականում որ ասում են ընդեղ է աստղ ինքը։ Որ երգ միացնում եմ, ոնց որ նոտաները աչքերից զառաջ Երևան։ Քնելուց մինչև չերքի մի հատ երաժշտություն չլսի, չի քնի։ Ах, я играю на гармошке у прохожих на виду, к сожалению, с днем рождения только раз в году. Շատ է սիրում նկարել։ Ինչքան սմենի եմ ելնում, նկարում եմ նկարի ուղարկի պապային թոտեն է։ Նկարը ասա, որ ես իրան եմ նվիրում ու միշտ նկարում ուղարկում եմ։ Եթե նկարել չեմ ուզում, երգում եմ ուղղակի քայլելու հետ, որ մեծանամ երգչուհի եմ դառնալ։ Մեկը Ադինա, մյուսը Լուսինեն է, մյուսն է իմ քուրիկ Մանենը։ Իրանք իմ ընկերուհիներն են։ Իրանք միշտ ինձ ամենաշատն են օգնում։ Որ գնում եմ դպրոց, պապան ինձ գրքած տանում է։ Իրանք ստունկած դնում են, սաղ տետվերս հանում են ու տալիս են ինձ։ Որ տանում եմ դպրոց, գոռալով ջեմուլ եկավ, մեր ջեմուլիկն եկավ։ Սիրում մարդկանց հետ շփվել, երեխաների հետ։ Բնավորությամբ շատ բարի է։ Դու ունեմ մի հատ կենթանի մտնի, օրինակ դες բզես սատկացնես, դրան էլ չի համաձայնում։ Ասում հանի դուս թող գնամ, չսատկացնես իրան։ Ասենք հենց որ ինքը զգում է շուտ մտ առաջընթաց ունի, սպասում է որ ժամին, որ վարկենի որ տուն մտնեմ, ինքը ինձ այդ ցույց տա, որ ես ուրախանամ։ Ինքը պայքարող երեխա է, որ մի բան չստացում, տեսավ մամա կստացվի։ Պահել լինում է, որ ասում է, ինչի ես նման չեմ մյուսներին։ Քայլակով եմ քայլում։ Մենք այդ հարցին ասում ենք, որ դա ժամանակավոր է, դու կքայլես։ Երբ որ ծնողը թուլացավ, երեխան ավելի շատ ինքնաթուլանում։ Ինչքան ուժեղ ունի, այնքան իր երեխան ուժեղ կլինի։ Պայքարել եմ մինչև վերջ։ Որ ձերք տենց ձեռները թափտասնես, հաստատ ոչ մի բան չի ստացվի կյանքում։ Ինչ ուզում ա լինի, պիտի պայքարես։
ապրես մեր արև, մեր լույս, մեր ջերմություն, մեր ջեմա, շատ ապրես, բրավո։ Լսենք մեր ժյուրի խոսքերը, հա, դու նենց լավ տրամադրություն ստեղծեցիր հենց նոր, լսենք կարծիքներ, պարոն Գևորգյան։ Առաջին հերթին կասեմ, որ ինքն էլ է հենց արև բեմահարթակի վրա ու այդ արևի ջերմությունը լրիվ փոխանցեց մեզ, ապրես, հրաշք ջան, շատ ապրես։ Շնորհակալություն, իրոք։ Դու մեր ու արևի մեջի կապն ես։ Արևը քեզ բերել է լավ տրամադրություն, իսկ դա փոխանցում ես մեզ։ Դու այնքան բարի եւ այնքան հոգատար մարդ ես, որ միայն քեզ չես պահում այդ արևը մեզ էլ ես տալիս։ Ապրես դու արև ջան, ապրես։ Շնորհակալություն, Արտուր։ Ջեմա ջան, եթե մի անգամ էլ երկես, մենք էլ պատրաստ կլինենք լսենք քեզ, ապրես։ Շնորհակալություն, Մարգարիտա։ Ջերմ ջեմա, արևա ծաղկի ջերմ ջեմա։ Դու այնքան համով ես, ոնց որ համով մուրաբալին ես, ու մեջ լիքը արևներ են։ Սենց հանում ենք, վայելում ենք այդ արևները։ Եվ իհարկե մեր հաղորդման գլխավոր հովանավորի կողմից փոքրիկ համովություններ, որտեղ կան նաև ջեմեր։ Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով եւ բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական եւ միջազգային շուկաներում։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է երազանքի բեմ նախագծի կողքին։ Մենք արդեն ունենք ժյուրիի գնահատականները եւ արդյունքում պարզ դարձավ, որ այսօր երազանքի բեմ նախագիծը լքում է Վիկա Ավետիքյանը, Մարս Լորի։ Վիկա ջան, մենք դեռ երկար ճանապարհ ենք անցնելու միասին, ընդամենը այսօր, այս անգամ մի փոքր քեզ չհերիքեց։ Խնդրեմ, խոսք ունես ասելու։ Շատ շնորհակալություն երազանքի բեմ նախագծի ամբողջ կազմակերպչական թիմին, շատ շնորհակալություն ժյուրիի անդամներին իրենց խորհուրդներով մեր կողքին լինելու համար, իսկ այստեղ իմ ամենամեծ ձեռքբերումը նոր ընկերներն էին։ Ապրես հրաշք աղջիկ, մեր նախագծի գլխավոր հովանավորի կողմից դու ունես նվեր փաթեթ։ Ես դեռ կամ ու կլինեմ երկար, ու ես դեռ կբայքարեմ։ Ես դեռ կամ բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան, գնացին վերածնվեն։ Պատմություն
պատմությունը կրկնվելու հատկություն ունի Հայը հայա նա ապրելու իրավունք ունի Ես էլ մեկն եմ նրանցից ու իմացեք կամ Ու իմ արածն էլ կորցրել եմ մի քանի անգամ Ես իրավունք ունեմ ունենալու տուն հող Ապրելու իմ տանը անվտանգ ապահով Ես իրավունք ունեմ իմ պատմությունը պատմելու Կրկնակի իրավունք իմ ապագան փոխելու Ինձ լսեն իմ տան պատերը իմանան ես կամ Մարել եմ իշ կարողացել եմ բայց դե ես անգամ Ամեն ինչ ուրիշ կերպ էր ճշնամին մի քանի Պարզվում էր որ մենակ էինք գրողը տանի Բայց դե ես կամ մեկակամ թեկուզ վիրավոր Շայրն անգամ պարտվում ա գետերին զորավոր Ես պայքարում եմ այնքանով որքանով որ կամ Ես անգամ էլ չկարողացան սպանել Ես դեռ կամ ու կլինեմ երկար ու ես դեռ կպայքարեմ Ես դեռ կամ բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան գնացին վերածնվեն Հիմա էլ իմ դիմաց լուր առաստաղը ծուր Բոլորը կատաղած են հատամները սուր Կասկածելի ա մի տեսակ օգնության ձեռքը շուտ չի լավանում Դանակով մեջքի վերքը ես կվերադառնայի բայց չգիտեմ ուր Տարբերությունը որն ա եթե չունեմ կտուր Նորից կսկսեմ ամեն ինչ էտ սովորականա Շատերի համար դեռ կարևորը ադանանա Ում հետ խոսամ, ում մոտենամ, ում հետ կիսեմ, ում հավատամ, Դեռ վաղուց են մեզ ասում քիչ ենք բայց հայ Ու այդ քիչության մեջ էլ տարբերում ենք հայ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի Հայը հայա նա ապրելու իրավունք ունի Ես էլ մեկն եմ նրանցից ու իմացեք կամ Իմ պապերի նման կասեմ Ես դեռ կամ ու կլինեմ